այս բաները, տերմինները խառնում ենք պատվարժան դառնում, տեսեք, շարժումները լինում են կանոնավոր եւ անկանոն։ Այսինքն անձը դիտավորյալ կարող անկանոն խփի ինչ։ Ես արդեն առարկություն արդեն առարկություն չի, նայում է դեպի վկայել եւ հուշող կարգով ինչ-որ բացատրություններ տալի կանոն կամ անկանոն շարժումների հետ կապված, առարկությունը թող ներկայացնի, պատվարժան դառնում։ Պատվարժան դառնան առարկության իմաստը հետևյալն է։ Վկան պետք է հարցակնի փաստական հանգամանքների վերաբերյալ ոչ թե իր կարծիք ասի, թե ըստ իրեն ինչ կլիներ, ինչ չլինի, թեկուզ ճանաչելով ինչ-որ մեկին։ Խնդիրը սրան է վերաբերվում, ես մնացածի վերաբերյալ իմ հարցադրումը թույլ կտանք Պատվարժան դառնան, երբ որ ես եմ առարկություններ ներկայացնում դատախազի հարցերի վերաբերյալ, երբ որ ենթադրության եւ կարծիքի որպես այդպիսի կակնկալում վկաներից ունենում, իմ բոլոր առարկությունները այդ առումով մերժվում են եւ այնուամենայնիվ դատարանի համար երբեմն եւս հետաքրքիր է նաեւ այդ կարծիքը վկայի այս կամ այն հարցի վերաբերյալ։ Հիմա այստեղ պատվարժան դատարան ես իմ հարցը որ հնչեցրեցի, ես ենթադրություն չուզեցի վկայից։ Ես կարծիք ուզեցի վկայից պատվարժան դատարան։ Եվ ես այդ կարծիքը ակնկալելու օրենքով հնարավորությունը ունեմ։ Ինձ ենթադրությունը պարոն Ղազարյանի պետք չի, ես ենթադրության համատեքստում հարց չեմ տվել։ Ես հստակ ելակետ տվեցի, որտեղ այդ ելակետը տվեց ինձ վկան իր պատասխանները, որ ինքը ժամանակին Լևոն Քոչարյանի հետ առնչվել է եւ առնչվել է հենց ցույցերի ժամանակ։ Նկարագրեց Լևոն Քոչարյանի վարկագիծ այդ ցույցերի ժամանակ, ավելի պատվարժան դատարան ասաց, որ երբևէ անհարգալից վերաբերմունք չի եղել, հայերեն չի եղել, հարված չի եղել, այսինքն մշտապես Լևոն Քոչարյանի հետ բարի դրացիական կոնտակտ է եղել։ Այ հիմա այս հանգամանքի համատեքստում, այս ելակետի համատեքստում, հիմա մենք ունենք մի այլ ցույց, որ այս գործի խնդրու առարկան է հանդիսանում եւ կա ենթադրաբար ինչ-որ շարժում, որի արդյունքում հարված է հասցվել։ Հիմա պատվարժան դատարան այստեղ խնդրու առարկան հետեւյալն է։ Անկանոն շարժման արդյունքում է դա եղել, թե ոչ, վկան ասում է, դե բնականաբար չեմ բացառում, չեմ կարող հստակացնել, բայց չեմ բացառում, որ այդպես լինի։ Հիմա ես նրա կարծիքն եմ ուզում հասկանալ, ընդունելով հիմք ելակետը նախկինում Լևոն Քոչարյանի դրսևորած վարկագիծը, այ իր կարծիքով, որն է ավելի հավանական, որ Լևոն Քոչարյանի վարկագծի ճանաչման տեսանկյունից, դա կլինի ավելի շատ հենց անկանոն շարժման արդյունքում, եթե եղել է, թե ոչ անկանոն շարժման արդյունքում, այլ հենց միտումնավոր զուտ կարծիքի տեսանկյունից, ոչ ենթադրության։ Իսկ կարծիքը որքանով է։ Պատվարժան դատարան կարծիքը այսինքն էլի ենթադրության մակարդակով է։ Ասեն պատվարժան Առավել մեկ վարկայից սեր պարմանը, երբ որ վկան նշեց, թե եղել է տեսադաշտից երկու դուրս է Հասկանալ է պատվարժան դատարան, իմ ասածը հետևյալն է, տեսեք, դուք հետագա մանրադեն սենյակում վերջիտ կայացնելով պատվարժան դատարան, պետք է գնահատեք բոլոր ապացույցները վերաբերյալության, արժանահավատության տեսանկյունից, նաև իրավական ողջամտության շրջանակներով։ Այ իրականում այս իրավական ողջամտության շրջանակներում այն հարցը պատվարժան դատարան։ Կարծիքը այդ է, այսպես ասենք։ Որն արժանահավատական։ Ես Խաչատրյան Հրաչինն եմ երկար ժամանակ ճանաչում, ճիշտ ասած, երկար տարիներ ծառայում ենք իր հետ։ Ես առհասարակ չեմ կարծում, որ Հրաչի նման բան չի եղել երբեք նման բան, որ Հրաչի ինչ-որ տենց բաներ ասի, ինչ-որ Չեմ ասում խաբել է ձեզ Հրաչը, բան ասել։ Չեմ ասում հարված է եղել, թե չէ։ Ես դրասնեմ, բանվոտ պատասխանների Հա, Հրաչի ֆակտորը հաշվի առնելով ես չեմ կարող մտածել, որ նման բան չի եղել, Հրաչի ինձ ասել է, օրինակ։ Բանվոզարյան, չեմ ասում նման բան եղել է, թե չէ։ Պատկերացնենք եղել է։ Հրաչիկը ձեզ ճիշտ է ասել, որ Լևոն Քոչարյան հարված է, պատկերացնենք։ Իմ հարցը ուրիշ բանին է վերաբերում, չեմ ասում Հրաչիկը ձեզ խաբած կլինի, թե չէ, դա իրականում է։ Դες բան չեմ էլ մտածում, երբեք չեմ Հավանական է, ըստ ձեզ նկատառում ձեր կարծիքի հավանական է, եթե նույնիսկ այդ հարվածը եղել է, միտումնավոր եղած կլիներ Լևոն Քոչարյանի դեպքում իրան ճանաչելով նաև, թե հենց այդ անկանոն շարժման արդյունքում, որը որ չբացառեցիք, որ կարող է։ Հասկացա, դες սանտ, հա։ Երբ աշխորը հետևել
ձեզ ուղղում։ Այսինքն այս ամեն ինչը նույնագրելով Քոչարյանին, դուք ինչպես եք ձեր կարծիքով դա դիտավոր միտումնավոր է եղել, Պատվարժան դատարան։ Հարցը այլ կերպ է ձևակերպված, կներեք, դուք ասեցիք անկանոն շարժման հետևանք, հա։ Ավելի շատ հավանական է Լևոն Քոչարյանի ճանաչելով նաև Վարդգիծը անցյալով, դա անկանոն շարժման արդյունքում եղած ավելի շատ կլինի, թե հենց միտումնավոր, հարցը շատ կարծիք։ Պատվարժան դատարանում ես նորից եմ առարկում հարցի, անկանոնը եւ միտումնավորը իրար հականիշ չեն։ Տարբեր հասկացություններ են, այսինքն հարկածը կարա լինի կանոնավոր եւ անզգուշ եւ միտումնավոր, դրանք հակառակն, այսինքն դիտավորյալ նպատակ այդ գործողությունների ազատվելն է, կոնկրետ նպատակ ուներ, թե անփույթ էր, անկանոն էր։ Ես չեմ կարող ասեմ այդ բանին, ճիշտ ասած, ես կարելի է, ես իմ անձը հաշվի առնելով, ես մի քիչ էս ծայրահեղություն, մի հարցին ոչ մի ուրիշ ժամանակ ուրիշ ձև կարամ մոտենալ, մի հարցին սենց բնավորությունս այդպիսին է, էլի։ Հիմա ես պարոն Քոչարյանի անձը տես չգիտեմ, հիմա չգիտեմ ինչ իրավիճակում ինքը այդ իրավիճակում հայտնվել էր արդյոք միջև այդ թե չէր հայտնվել, այտենց դրսևորեր, թե չէր դրսևորեր, ես իմ անձի հետ կապված եմ ասում, ես կարամ տարբեր, չգիտեմ, վարքագիծ դրսևորեմ, չեմ կարող վստահեցնեմ, որ սենց է եղել, բայց ամեն ինչ հնարավոր է, կարող որ լինի։ Բավական մասնակիցներ եկեք այսպես էլ արծրել կանչեցվան, եկեք ենթադրության մակարդակից Բան Ղազարյան, լավ, վերջը ստացվում է, որ Լևոն Քոչարյանին վարչական ձերբակալում իրականացրեցին։ Դուք որպես վարչի հրամանատար կարծում եմ քիչ ավելի լավ պետք է տեղեկացված լինեք, բայց պարագայում տանում են ոստիկանություն, դրանց հետ ինչ են անում ոստիկանություն։ Ակտ կազմում են։ Զեկուցագիր է ներկայացվում տվյալ բաժնի պետի անունով ու վերջ։ Ինչ զեկուցագիր։ Չէ, պատկերացնեք։ Իրավիճակը, հա։ Չէ, պատկերացնեք բան Ղազարյան, ոչինչ չի եղել, մեկը մյուսը չի հարվածել։